Այս թեման արդեն անեկդոտ չի, սոցիալական հիվանդություն է։ 40 տարեկան տղամարդ կամ կին, բայց հոգեբանորեն 14։ Էս մի արա, այն մի ասա, դու նստի տեղդ, մարդիկ ինչ կասեն, ու այդ մարդը նստած սպասում է, մինչև կյանքը իր փոխարեն որոշում ընդունի։ Սպասում է, որ մաման ասի, երբ ամուսնանա, երբ բաժանվի, երբ լռի, երբ խոսի, երբ նեղանա, մորը մեղադրենք։ Այո, մեղադրենք, որովհետև շատ մայրեր երեխա չեն մեծացրել, իրենց սեփական վախերն են մեծացրել, իրենք վախեցել են աշխարհից, մարդկանցից, խալվելուց, ու այդ վախը փաթաթել են երեխու վզին, ձեր անունով։ Ձեր չի, երբ 40 տարեկանում քո զավակը չի կարող ոչ ասել, որոշում ընդունել, պատասխանատվություն վերցնել, սեփական սխալը անել ու դրա հետևանքը կրել։ Ձեր չի, երբ դու երեխուդ սարքում ես հարմար, ոչ թե կայացած։ Ձեր չի, երբ դու քեզ պետքական ես պահում, որ զավակդ քեզնից երբեք չփոխվի։ Որոշ մայրեր իրենց մենակությունը բուժում են երեխայի հաշվին։ Զավակը դառնում է փրկողակ, ոչ թե մարդ։ Ու այդտեղից սկսվում է մամայի բալա կոչվող ողբերգությունը։ Բայց զավակն էլ մեղավոր է։ 40-անց մարդը չի կարող անվերջ թաքնվի, մաման տենց է ասելի հետևը։ Քեզ ձեռնտու է պատասխանատվությունը գցել մոր վրա, որոշում չընդունել, ռիսկ չանել, հետո էլ աշխարհից նեղանալ, որ քեզ չեն հասկանում։ Մաման չթողեց, մաման ասեց սպասի, դու 40 տարեկանում եթե մաման գիտի, ուրեմն դու քո կյանքում պարզապես հյուր ես։ Այդ մարդիկ շատ հաճախ հարաբերություններում երեխա են, կոնֆլիկտից փախչում են, ամեն ինչում վիրավորվում են, հետո զարմանում են, որ իրենց լուրջ չեն ընդունում։ Իրենց հետ հաշվի չեն նստում, չասված խոսքեր, չապրած կյանք, չընդունված որոշումներ, ու այդ ամբողջը թափվում է շրջապատի վրա։ Պասիվ ագրեսիա, բողոք, մշտական դժգոհություն։ Այսպիսով, սիրելի մամաներ, ձեր երեխաներին թողեք հանգիստ, թողեք ինքնուրույն դառնան։ Իրանք ձևը կգտնեն։